Ստվերում, բայց երբեք նրա մեծության կողքին չկորած, դա է Դաշտադեմը։ Ողջույն, մենք այսօր խոսելու ենք Դաշտադեմ ամրոցի մասին։ Դարից եկած այս ամրոցը միանգամայն շինություն չէ, այն մեր պատմության սիրտն է, մեր մշակույթի ամրությունը։ Մեր նպատակն է գնահատել եւ արժևորել պատմական կոթողները, քանի որ դրանք մեր ինքնության հիմնասյուներն են։ Դաշտադեմը ամուր կանգնած է ոչ միայն պատմական կոթող, այլ որպես անցյալի լրություն, ում ինչոց մեզ սրտեմ շարունակում են չեսնել հայրենասիրության կանչը։ Դաշտադեմը գյուղ է Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում։ Գյուղը գտնվում է Թալին քաղաքից մոտ 10 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ունի պատմական հարուստ անցյալ եւ նշանավոր ժառանգություն։ Այն գտնվում է բարձունքում եւ վերահսկում է շրջակայքը։ Լեգենդներից մեկը պատմում է, որ Դաշտադեմ ամրոցի շուրջը հրաբխային հովեր են փչել, դրանք մի զգացողություն են, թե իբրև ամրոցի կամ քարերի մեջ թաքնված են հի ժամանակների մարտիկների հոգիները։ Պատմության համաձայն, երբ թշնամին ուզեցել է մոտենալ ամրոցին, քամին այնքան ուժգին է փչել, որ թշնամին չի կարողացել տեսնել իր առաջը եւ կորցրել է ուղղությունը։ Հենց այդ պատճառով էլ Դաշտադեմը մնաց անվնաս երկար տարիներ, չհայտնվելով թուրքերի ու թշնամիների ձեռքում։ Ստացած է ուտանքին արտաքին պարսպից, որը շրջապատում է կենտրոնական բերդը։ Ներսում գտնվում է բերդի հիմնական կառույցը՝ ուղղանկյուն հատակագծով եւ կլոր աշտարակներով։ Ներսում պատերը կառուցված է բազալտից, ինչը բնորոշ է հայկական միշտադարյան ամրոցաշինությանը։ Այս դղյակի շուրջը հետագայում կիսարջանաձև աշտարակներով պարիսպ է կառուցվել։ Գյուղի տարածքում պահպանվել են հարթապանաքարերով եւ խաչքարերով գերեզմաններ։ Սրբատաշ տուֆի չորված պատերին կան նաեւ կառուցող վարպետների նշաններ։ Լերի տարածքում գտնվում երկու եկեղեցիներ։ 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում եւ հյուսիսային պատինգից Սուրբ Սարգիս թաղածած եկեղեցին է։ Եկեղեցին ուղղանկյուն խաչաձևերով կենտրոնագբետ փոքրիկ կառույց է։ Սուրբ Սարգիս եկեղեցու հետ կապված կա մի պատմություն, ըստ որի, երբ պատերազմի ժամանակ թշնամին մոտենում էր եկեղեցուն, աղոթող մարդիկ տեսել են, թե ինչպես երկնքից իջել է սպիտակացի արքայազը զինված սրով եւ թշնամի սարսափահար փախչել է։ Այդ պատճառով եկեղեցին համարվել է հրաշագործ եւ պահպանվել է որպես ուխտատեղը։ Դաշտադեմը վերջին տարիներին հանդիսանում է զբոսաշրջային վայր։ Այն ներգրկված է մշակութային տուրիզմի երթուղիներում, իսկապես հետաքրքրություն առաջացնելով պատմության, ճարտարապետության եւ ռազմարվեստի հանդեպ հետաքրքրված այցելուների համար։ Հնագետների եւ պատմաբանների կողմից կատարվել են մի շարք հոդվածներ, գիտական աշխատություններ, որտեղ ներկայացված է Դաշտադեմի պատմությունը։ Այն դիտվում է որպես հայ միջնադարյան ամրաշինության օրինակ, որը կառուցվածքով ու անցյալով կարևոր տեղ ունի Հայաստանի պատմության մեջ։ Դաշտադեմի ամրոցը շարունակում է մնալ հայկական մշակութային ու պատմական վառ վկայություններից մեկը։